Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։ Բարև ձեզ Տիկին Դիլբարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ այսպես ձերբակալությունների շղթա այս ամենը կանխատեսելի էր, ակնհայտ էր անցած շաբաթ արդեն եւ առհասարակ իր հայտարարությունները երևում էր, որ գնալու է այլ գործողություն, այլևս գնալու է այլ գործողությունների եւ քայլերի եւ հատկապես Թուրքիայի այցից հետո մենք բոլորս ականատես եկանք, որ այս ամեն ինչը սրվեց։ Եթե մի փոքր ավելի հետ գնանք իր հայտարարությունները հայ առաքելական եկեղեցու դեմ, վեհապար հոր դեմ, սրբազանների դեմ ակնհայտ էր դառնում, որ հող է նախապատրաստվում մի զազրելի ինչ-որ գործողությունների եւ քայլերի։ Այդ փուլում առաջ եկավ Սամվել Կարապետյանը, ի պատիվ իրեն ես ճիշտ ասած քննադատում եմ, միշտ ասում եմ, որ ժամանակն է, այլևս ուշ է, այս ամենը պիտի տեղի ունենա դեռ 7 տարի առաջ, 6 տարի առաջ, 5 տարի առաջ, որտեղ ակնհայտ էր, որ ամեն ինչ տանում է նրան, որ Արցախը հանձնելուց հետո պիտի հանձնվի Հայաստանը։ Հիմա արշավ է շատ կոնկրետ հայ առաքելական եկեղեցու դեմ, վեհապար հոր դեմ եւ սրբազանների դեմ, հայ առաքելական եկեղեցու, այսինքն մեր բոլորի տան դեմ, եթե ավելի կոնկրետ ասենք, այո, մեր տան դեմ, որտեղ դրանից այն կողմ կարծեմ ոչինչ չկա։ Եվ այդպիսի նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ Սամվել Կարապետյանը, ասելով, որ դա թույլ չենք տալու մի մարդ, ես չեմ դադարի կրկնել, որ ինչու եմ Սամվել Կարապետյանից սկսում խոսքը, որովհետև այս ձերբակալությունները պայմանավորված են նաև Սամվել Կարապետյանի հետ կապված այս աղմուկ, այս թեման հնարավորինս մարելու, այդ նպատակն է հետապնդում, որովհետև իրենք հասկանում են, որ գործ ունեն ուժեղ մարդու հետ, հետևողական մարդու հետ, մարդ, որ իր հետևում ունի մեծ ահռելի համախոհներ, մեծ ահռելի բանակ եւ ի վերջո այս ազգը հոչի գնալու այսպես մեռնի, ինքը հասկանում է, որ տանում են իր իսկական տղերքին, եթե այսպես բանով ասենք, հիշում եք մի անգամ Հրանտ Մաթևոսյանն էլ մի այդպիսի հոդված ուներ, որ այսպես գլխատում են, շատ կոնկրետ ծրագիր է, պլան է, տեսեք թե ովքեր են, ես խնդրեի ցուցադրել, որտեղ այսօր պիտի անընդհատ զուգահեռներ անցկացնել Բաքվի բանտում իրական բարձր մեծ հայերն են այնտեղ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, բայց տեսեք Ռուբեն Վարդանյանը, բայց տեսեք թե ինչ բան է, ինչ աղմուկ, ինչ գործողություն, ինչ է թափում հայ ժողովրդի գլխի, որ հանկարծ ինքը չստափի եւ չխոսի, չզբաղվի, չբարձրաձայնի, որտեղ անընդհատ ինքը, այո, իրական խնդրով ինքը չզբաղվի, ինքը անընդհատ կեղծ նոր բան, այսպես օրակարգեր է առաջ բերում, ձերբակալություններ, աղմուկ, հայտարարություններ, աբսուրդային հայտարարություններ, ես չգիտեմ, անգամ արժի է փոխանցել, ասել, թե ինչ են խոսում, ինչ-որ գմփուցիկներ են գտնում, ինչ-որ դանակներ են դնում, նկարում, ասում են սա, ինչ-որ ձայնագրություն են բանանում, հիմա ասենք, ինչու օրինակ պիտի մարդիկ չհավատան սրբազանի ձայնագրությանը, բայց չհավատան երեք ինչ-որ Նիկոլի ինչ-որ ձայնագրություններ էր տարածել, որ ասել է գնացեք սա արեք, նա արեք, այսօր բանը 21-րդ դարում արհեստական ինտելեկտով ինչ ասես հնարավոր է անել եւ ցանկացած բան կարելի է դնել եւ նկարել ու ասել, որ սա ինչ-որ եւ մի հատ ինչ-որ բան տպագրել իրենց մամուլում, ասել գիտեք ինչ-որ պլան են կազմել, որոշել, այսինքն ցանկացածի վրա։ Իմիջայլոց ես սա մի քանի անգամ ասել եմ սրա մասին, իմ մտերիմներից մեկը ինձ միշտ ասում էր Անժելա, դու սխալ ես, ինքը ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, ինքը քիրվայության առումով ինքը Բլեյանի հոգեզավակն է, իսկ մնացած առումներով ինքը Վանո Սիրադեղյանի հոգեզավակն է։ Դուք կտեսնեք արչևում սպանություններ, կտեսնեք բանդա, իսկ դուք գիտեք, որ Վանո Սիրադեղյանը ուներ բանդա, որ հետո բացահայտեց այդ բանդան կոնկրետ զբաղված է սպանություններով, իսկ այն, որ դու կարող էիր ցանկացած մարդու զանգարում ասում են այսքան գումար պիտի բերես, սա պիտի անես, եթե ոչ, ուրեմն վաղը շատ այսպես արագ տեմպով իր մեքենայում կամ տանը, Վանո Սիրադեղյանի օրոք եմ ասում, ինչ էր տեղի ունենում, հայտնվում էր, հիշում եք, կամ ինչ որ զենք էր հայտնվում, կամ թմրարից նյութ էր հայտնվում եւ ասում են դու սրան զբաղված ես, կամ կբերես գումարը, կամ քեզ կալանավորում են։ Այդ 90-ականների է զարզել եւ իշքան մարդ փախավ ուղակի այստեղից չկան գործարարներ փախան ուղակի այդ ժամանակաշրջանում, նույն բանը անում
է Նիկոլը քո բանը կփորձես բան խոսել առավոտը դանակներ կհանդիպի ինչ որտեղ կնկարենք ասենք սա քոնն է զենք կհայտնվի զենք իր արտոնագրով հանդերձ կրելու եւ ունենալու իրավունքի թղթով հանդերձ եւ հանկարծ կպարզվի որ ԿԿ-ն այդպես մեծ բացառ абսուրդ էլի տեսեք թե մենք ինչի մեջ ենք ես կարծում եմ երկու գեր նպատակ կա այսօր երրորդն էլ մասամբ մենք դա հրապարակում էինք ունեցել դրա հետ կապված առաջինը որ հնարավորինս ստվերել Սամվել Կարապետյանի ձերբակալությունը այս աղմկահարույց որովհետև այո սա է եւ երկրորդ իրենք հարձակվել են Աստծո տան վրա հայ առաքելական եկեղեցու վրա եւ վեհապար հոր վրա եւ սրբազանների վրա սա է իրենց նպատակը իրենք ուզում են հասնել դրան հող են նախապատրաստում զբաղեցնում են մարդկանց եւ մեծ աղմուկ են տարածում ձերբակալում են իբրև թե սրբազանի Բագրատ սրբազանին անին որպեսզի հասնեն այդ բուն նպատակին եւ նաեւ երրորդը մենք հրապարակում ենք արել որ նաեւ դե պետք է արևմուտքին այսպես ասած բանանել հրամցնել որ տեսեք մենք իբրև թե դեր դեմոկրատիա իդեպ քանի որ Միացյալ Նահանգներում էլ իշխանության եկավ Թրամփը եւ Դիվանսը հիշում եք որ գնաց առաջին աղմկահարույց ելույթը Եվրոպայում ասեց այսինչ է տեղի ունենում դուք ինչպիսի ձերբակալություն ընտրություն միջև ընտրություններ Լեպենի հետ էր կապված եւ մյուս այլոց հետ կապված որ այսինչ դեմոկրատիան այստեղ կաղում է արժեքները լիբերալ արժեքների մասին եք խոսում բայց տեսեք թե ինչեր են տեղի ունենում ինչ ապօրինություններ են տեղի ունենում ենթադրելի է որ արևմուտքը այնուամենայնիվ այս պահանջներով է դեսպանատները խոսել են եւ Նիկոլը պետք է հրամցնի ինչ որ մի բան որ տեսեք ոչ թե մենք դեմոկրատիայի ոչ թե մարդու իրավունքների դեմ է այս ամեն ինչը ինքը արել է որպեսզի ներկայացի թաթերական այս ամեն ինչը ներկայացնում է որ արևմուտքին է ասի տեսեք հո ես չեմ գնում խոսքի ով ասեց խոսքի ազատության դեմ եմ ես գնում ով ասեց մարդու իրավունքների դեմ եմ գնում ով ասեց դեմոկրատիայի դեմ եմ ես գնում ով ասեց ես ապօրինություններ եմ ասում ով ասեց որ ես իմ բանը իրավապահ մարմիններին ուժերին դատախազներին դատավորներին հրահանգել եմ որ միջև 3-ը պիտի անպայման տեսեք սրբազան շարժման աղջկան էլ չէ ձերբակալեցին այո Լիդիա Մանթա ով ասեց որ հրահանգել է միջև ժամը 2-ը չէ այստեղ բան է հեղաշրջում է տեղի ունենալու չգիտեմ ինչ է տեղի ունենալու կանհետան այդ ամեն ինչը բայց ինքը իր նպատակը երկու կարևոր նպատակ մեր Աստծո տունը օջախը ավիրել հայ առաքելական եկեղեցու դեմ է վեհապար հոր դեմ է հիմա նոր շոուներ պատրաստ եղեք սիրելի հայրենակիցներ նոր շոուներ է հրամցնելու որ իբրև թե վեհապար այսքան գումար ունի իբրև թե գումար բան է այսի ինչքան բանը չարաշահումներ փողի լվացումներ սրբազանները մասնակից են հետո դա կփորձի տարածել Սամվել Կարապետյանի վրա դե այս ամբողջ այս բլեֆ այս ամեն ինչը բանը չէ ջրի երես է դուրս գալ ինքը պիտի աղմուկով այս ամեն ինչով փորձի ներկայացնել մենք չենք շեղվում եւ ասում ենք որ ինքը իր թիրախում Սամվել Կարապետյանն է, որովհետև այո, իսկապես նորից կրկնենք, ինքը բացառիկ հայ է, իր անունը մեծատառով գրվելու է, ոսկե տառերով գրվելու է, ես ասում եմ որպես հայ մարդու, ես չեմ ասում որպես բանի, գորշի, չգիտեմ ինչ, որպես հայ մարդու, որպես բարերարի, այո, շատ ճիշտ բառացիք, ազգային գորշի, որ ահռելի, աննախադեպ, չգիտեմ ինչ ծավալների բարերարություն է արել Արցախի համար եւ չի տարանջատել, Արցախին է պետք, Արցախին, Վայոց ձորին է պետք, լեռը բացառիկ է այս իմաստով, որովհետև եւ այդպես ես մեկ էլ գիտեմ, մեկ էլ երևի Սերգեյ Ամբարձումյանը, որ լուր են անում այդ ամեն ինչը, այլ ոչ թե ոմանց նման հարայնացնելով, ցուցադրելով 1 միլիոն դրամ տվել ենք, պիտի եթե հեռուստականալով 40 անգամ ցուցադրվի դա, ներկայացնենք, չգիտեմ, բան ենք արել, 100,000 դրամ փոխանցել ենք, պիտի 40 անգամ դրա մասին խոսել, այո լրելյան, եւ գիտեք հիմա պիտի ասեն, ինչու չի ցուցադրել եւ մեր ժողովուրդը չգիտի դրա մասին, որտեվ այդպեսին է, որտեվ իրական Աստվածաշնչում գրված է, եթե բարեգործություն ես աջ ձեռքով, ձախը չպետք է։ Այո։ Եվ պատահական չի, որ Սամվել Կարապետյանը կանգնեց հայ առաքելական եկեղեցու կողքին, վստահ եմ, որ միջև վերջ կանգնելու են, իհարկե մենք չպիտի մոռանանք, որ հիմա մենք գերի ենք Թուրքիայի ձեռքում, որ հիմա
Էրդողանն է որոշումներ կատարում, մենք բոլորս պատանդ ենք, Էրդողանի որոշումներն են, Էրդողանն է ասել, որ պիտի Սամվել Կարապետյանը փակվածնա, որ պիտի հարձակվել հայ առաքելական եկեղեցու վրա, որ պիտի այդ տեսարանները լինեն սրբազաններին ձերբակալելու, այդ տեսարանները լինեն վեհապարին ձերբակալելու, այո, իր հրահանգն է հիմա կատարում, մենք հիմա, այսպես ասեմ, վերջին հուշկու հարվածն է, կամ մենք կդիմադրենք, կամ մենք կդիմանանք, կամ այսպես ասած Հայաստանը չլինի իմիջիալոց Սեմյոն Բաղդասարովն էր ասել սրա մասին, որ իմացեք ոնց որ Արցախի հետ եղավ, Արփի նկարևան արա, ոնց որ Արցախի հետ եղավ, նույն բանը նաև սպասվում է մեզ բոլորիս, ասել էր ինչ էր ասել Սեմյոն Բաղդասարովը, որ Համոզված եմ, որ վաղճանաբանականություն Հայաստանում պետք է հասկանան մեկ բան։ Մինչ դուք նստած սուրճ եք խմում Երևանի կենտրոնում, ձեզ համար նոր շակերտներում, վզին նոր շղթա եմ փաթաթում, ձեզ սպասում է Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագիրը։ Ես կասեի ավելի, որտեղ Լեռնային Ղարաբաղի Արցախի հայությունը առնվազն գոնե այդ փուլում տեղ ուներ գնալու։ Մենք ուր են գնալու եւ ինչ ճանապարհ է մեզ ցույց տալու։ Իսկ թե թուրքերը ինչ ճանապարհ են ցույց տվել, տգետ հիմարներ։ Այդ ճանապարհը Տեր-Զորի անապատն է եղել։ Եթե ձեզ թվում է, թե Թուրքիան այլ ճանապարհ է հորինելու կամ բացելու մեզ համար 21-րդ դարում, դուք չարաչար սխալվում եք, ուրեմն դուք առնվազն տգետ եւ ապուշ ու ողորմելի թշվառ եք, չգիտեք անցյալը, չգիտեք պատմությունը եւ չգիտեք ներկան, ինչ տեղի ունեցավ Արցախի ժողովրդի հետ կամ ինչ է տեղի ունենում հիմա Սիրիայում քրիստոնյա հայության հետ։ Այս պատերազմի պայմաններում մեր հասարակությունը իրականում շատ մոլորված է։ Ես համոզված եմ, որ տգիտությունը, որի դեմ չգիտես ինչու, ավելի ճիշտ գիտեմ ինչու փորձում էր յուրովի պայքարել եւ արմատավորել այն Աննա Հակոբյանը, մեր հիմնական արատներից չէ։ Այսինքն մեր հասարակությունը, հարգելի Անժելա, ոչ այնքան տգետ է, որքան պարզապես ուղեղների վիթխարի լվացման է ենթարկվում։ Եվ ես կարծում եմ քարոզչական այս պատերազմում, որը ահաբեկչության իմիջիալոց ձևերից մեկն է, ահաբեկչությունները լինում են տարբեր տեսակի, ամենատանգավորը լրատվական եւ քարոզչական ահաբեկչությունն է։ Եվ հիմա կարելի է ասել, որ տևական ժամանակ է, անգամ մինչև հեղափոխությունը, այդ 18 թվականի հեղափոխություն գունավոր ոչ բռնի թավշյա իրականում պարզվեց բռնի եւ ոչ թե թավշյա, այլ այսպես գամերով պատված եւ մուրճով հեղափոխությունը բերել է ուղեղների լվացման եւ տեղեկատվական այս ահաբեկչությանը։ Հիմա մեր խնդիրը իբրև վերլուծաբանների, իբրև հանրային այսպես կարծիք ձևավորողների եւ ամենակարևորը ինձ համար քաղաքացիների, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին միշտ պետք է սկզբունքային լինի եւ կանգնած լինի օրենքի կողքին, մենք պետք է փորձենք նաեւ մարդկանց բացատրել, թե ինչ է տեղի ունենում։ Եվ մի փոքր ետ գնանք ու հիշենք, այո, հենց Արշավը ամեն ինչ կարծես այս փուլում, չէ, մնացել էր հայ առաքելական եկեղեցին, որպես հաստատություն, որը միավորում էր բոլոր հայերին, իսկ Նիկոլ Փաշինյանի վերջին արտահայտությունը արված Թուրքիո գաղութի հետ շատ կարևոր նշանակություն ունի։ Նա այնտեղ ժպտալով այնպես բավական երջանիկ ժպիտով ասում էր, որ ինքը բոլոր հայերի վարչապետը չէ, եւ ընդհանրապես եկել է ասելու, որ իր վրա հույս չդնեն։ Այո, հույս չդնեն։ Ես կարծում եմ, այստեղ երևի այն բացառիկ դեպքերից էր, երբ Փաշինյանը բացարձակ անկեղծ էր եւ ասում էր այն, ինչ մտածում է եւ այնինչ իրականում կա։ Սակայն հայ ժողովրդին, որը իդեպ համաշխարհային ազգ է եւ ցեղասպանության պատճառով տարասփռված հայդատի խնդիրները ունեցած, Հայաստանի Հանրապետությունը եւ նրա իշխանությունը պետք է լինի ոչ թե զուտ Հայաստանի Հանրապետությունում բնակվողների եւ նրա քաղաքացիների համար, այլ Հայաստանից դուրս ամեն աշխարհի անկյունում ապրող հայերի հենարանը, հիմքը, պաշտպանն ու անվտանգության եւ ինքնության
երաշխավորում։ Դե մարդը եկավ երամիասնությունը կործանելու Արցախ, Հայաստան, Սփյուռք։ Հայաստան, Արցախ, Սփյուռք երամիասնության մեջ Արցախը ինքը կարծում է արդեն ավարտել է։ Հիշեք ազգային ժողովի իր խոսքը, որ իրենք փակված են համարում Արցախյան շարժման այդպես ամբողջ էջը, որ իրենք իհարկե ես կարծում եմ նենգամտորեն կոչում են Ղարաբաղյան, այո, որովհետև մենք գիտենք սկզբից Ղարաբաղյանն էինք ասում, բայց երբ արդեն գալիս է ինքնության երկրորդ մակարդակը, տեղանունները ամեն ինչ փոխվում են։ Դու համառորեն չես ուզում այդ բառը օգտագործել, ամեն ինչ իջեցնելով Ղարաբաղի մակարդակին։ Այսինքն ինքը եկավ ասելու, որ չպետք է լինի այդ միասնությունը, Արցախ չկա, Սփյուռքի հետ մենք ինչ գործ ունենք, շատ հետաքրքիր իրավիճակ էր, ես հետևում էի, թե ինչպես Թուրքիո համայնքի շատ ներկայացուցիչներ, կանայք, տղամարդիկ, ըստ ամենայնի պատվարժան մարդիկ, պարզապես ծիծաղում էին եւ թաքցնում էին այդ ծիծաղը, բայց իրականում դա ես կասեի բավական լալագին խոսք էր, բայց նշվեց, որ պետք է Հայաստանը այլևս չունենա կառույցներ, որոնք միավորում են բոլոր հայերին, Արցախին, Սփյուռքում եւ Հայաստանում։ Ուստի այդ մնացած միակ կառույցը, որը իդեպ ընդդիմանում էր իրական Հայաստանի այդ շատ վտանգավոր ապագային, իսկ ապագա կա ասելով, փաստորեն Նիկոլ Փաշինյանը նկատի ունի հենց այդ իրական Հայաստանը, որ իրականում Հայաստան էլ չէ, այլ Թուրանի առաջ ինչ-որ ճանապարհներ բացող կամ Թուրանի հետ ինտեգրվող, Թուրանին ենթարկվող, այսպես Թուրանի մեծ թուրանական ուխտին լռելյային կամ անգամ ուրախությամբ ենթարկվող ինչ-որ մարմին է, այդ պատկերացման միակ հակառակորդներից մնում էր հայ առաքելական եկեղեցին։ Ընդ որում ուզում եմ մի կարևոր շեշտադրում կատարել, չափազանց Դիլբարյան, ես ուզում եմ, խնդրում ձեր խոսքը չմոռանալ, ուզում եմ հիշեցնել, հիշում եք, որ պատերազմից հետո մեծ ահռելի գումար էր Սփյուռքը փոխանցել, այդպես էլ չհասավ պատերազմը, Արցախ չհասավ, չէ, հետո այդպես բանը փչացել էին շատ բաներ օթանավական Չէ, գումարը վերջում պատերազմից հետո 100 քանի միլիոն ինքը տվեց պարգևավճար, մեզ թվում էր թե ինչի համար էլի սա անում։ Չէ, այսինքն էլի պլանավորած կազմակերպած էր, որ խռովեցնեն, որ այնպես անեն, որ հետ գնա Սփյուռքը, որ այլևս մտածի, որ միևնույն այդ հայրենիքից հերվածն են, հայրենիքից կտրեն, որ իրենք խռովեն, ասեն ոնց, մենք գումարը տվել ենք պատերազմի համար, Արցախի համար, այս մարդը իր թիմակիցների տալիս է։ Թվում էր թե բանը, չէ, ինչ որ սխալ ուրք է, հիմարությունը ինչ է, ինքը քաղաքացիական ինքը Սփյուռքի հարցն էր լուծում, իրականում ինքը Սփյուռքի հարցն էր լուծում, որ գնացեք ձեզ համար գործ չունեք, վերջացեք եւ մնացել է վերջին Հիմա հայ առաքելական եկեղեցին եւ նաեւ Սփյուռքը ինչով են նրան այդպես խանգարում։ Հզոր կառույցներ են դրսում, ազդեցիկական, այո, Նիկոլ Փաշինյանին խիստ խանգարում են այն բոլոր հաստատությունները, անձերը, որոնք ունեն միջազգային մեծ հեղինակություն եւ որոնք կարող են համահայկական խնդիրները եւ ճիշտ բառ ասեցիք եւ ազգային, ճիշտ ասեցիք ազգային գործիչները, դա որովհետեւ երկու դիմաց երկրի հակառակ կողմի այդ գաղափարաբանությունն է, ես միշտ ասում եմ մարդու գրածները եւ ձևակերպումները դրանք բանալի բառեր են բովանդակային վերլուծության համար, հասկանալու իրական մտադրությունը։ Երկրի հակառակ կողմից եկողը պետք է խաթարի այդ միասնությունը։ Ցույց տա, որ դու միայնակ թշվառ անհատ ես, ուստի գնա գտիր որևէ ուժեղ մեկին եւ ենթարկվիր նրան։ Դու միասնություն չես։ Բայց այս պարապգայում դահճիտ, գնա քո դահճի գիրկը Այն դահիճը, որը ապացեց, որ 21-րդ դարում դրած գլխատում է քո երեխային, գլխատում է, այս բան չի է Թուրանի գաղափարաբանությանը։ Եթե դու գործում ես մեծ Թուրանի շահերից, ուրեմն պետք է ոչնչացնես Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը։ Դա միանշանակ է, դրանք տրամաբանորեն իրար հետ կապված են։ Մեծ Թուրանի գաղափարաբանությունը թյուրքական այդ չի կարող հաշտ ապրել ինքնուրույն հզոր եւ անկախ Հայաստանի հետ, որովհետեւ դու նրանց ճանապարհը այսպես փակում ես եւ թույլ չես տալիս, որ նրանք տարասփռվեն, գիտեք, Ուրալ-Ալթայից եկել են, եկան գրավեցին նաեւ Կոստանդնոպոլիսը, իսկ հիմա պետք է այստեղից նրանք տարածվեն եւ Հայաստանը ինչ էլ անեք, խոչընդոտեն Իրանին, հիշենք նաեւ վերջին զարգացումները, շատ չհեռանանք, բայց դա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Այնտեղ որտեղ մեծ Թուրանն է, չի կարող լինել իրական Հայաստան։
Հայաստանը ընդհանրապես չի կարող լինել։ Ինքը կարող է ինչ-որ անվանումը Չի կարող լինել։ որպես Չի կարող։ Այդ դեպքում գնացեք փնտրեք Արևմտյան Հայաստանում հայկական ինչ-որ մի իրան գնացեք կա տեղանուն, որը կոչվում է Արմենիա։ Այո։ Դա այսինքն տեղանունը ինքնին առանց բովանդակության ոչինչ չի նշանակում։ Եվ Տիկին Դիլբարյան հարցակումը հայ առաքելական եկեղեցու վրա սա նաև բաներ, որ մոռացեք, եթե անգամ ձեզ թվում է, որ մի կենտրոն կարող է հայկական մնալ, դա էլ չի լինելու, եկեղեցին էլ չի լինելու, մայր տաճարը չի լինելու, այդ քաղաքը չի լինելու հայկական։ Սա է ազգային գործիչներ չպետք է լինեն։ Ազգային գործիչը Սամվել այսպես ենթակա խամաճիկ ըստ էության կատարել օտարի կամքը։ Հիմա լոբիստական հնարավորություն ունեցող այնպիսի հզոր կառույց, ինչպես հայ առաքելական եկեղեցին է, պարզ է, որ պետք է թիրախավորվեր։ Եվ այդ թիրախավորումը, ես ես ասեմ, ուներ նաև շատ այսպես հետին լավ ծրագրված նպատակ։ Դա գիտեք ցուցիչ էր։ Ով կպաշտպանի հայ առաքելական եկեղեցու։ Այո։ Ով վճռական կպաշտպանի հայ առաքելական։ Իմիջայլոց ունեմ, որ ուրիշ ոչ մի ինչ-որ գործարար հայտվի, որպես ազգային գործիչ։ Ուզում եմ դուք ինձ օգնեք հիշենք, հա, ուրիշ գործարարներ, օրինակ Հայրապետյանի Դե Ռուբեն Հայրապետյանը իրեն կարող ասել, որ ինքը ազդեցիկ գործարար է Հայաստանում։ Բոլոր դեպքերում բրավո Ռուբեն Հայրապետյանին, ինքը շատ բան է ճիշտ է իրեն պահում, այո։ Իրոք դա հավատացեք հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելը դա ցուցիչ է։ Դրանով եւ այս ծրագրի հեղինակները, այն ծրագրի, որ կատարում է Նիկոլ Փաշինյանը, պետք է բացահայտեին հնարավոր այսպես վտանգավոր դեմքերին եւ սկսեին նրանց դեմ Չէ, վտանգավոր են իմաստով, հա, իրենց համար վտանգավոր։ Իրենց համար, դա շեշտ է։ Հայկականության շահը պաշտպանողներին բացահայտելու ծրագիր է։ Եվ առաջին պլան եկավ, ասեց իմ երկիրս, իմ եկեղեցի, հետ եկավ Սամվել։ Եթե հրապարակ եկավ Սամվել Կարապետյանը։ Իրական հայկական դիրքորոշում ունեցող, իսկ իմ համոզմամբ ես միշտ ասել եմ հայ առաքելական եկեղեցին դա նաև մեր հայկական հայոց պետականությունն է։ Որովհետև մեր պարագայում ճակատագրի բերումով այնպես է եղել, որ պետականությունը եւ եկեղեցին որքան էլ փորձեն մեզ խաբել, խեղաթյուրել Պապ Թագավորի եւ հայ եկեղեցու հարաբերությունները, Պապ Թագավորին, որը ազգային հզորագույն թագավոր էր, հրաշալի հասկացել էր, որ արևելքի հետ պետք չէ գործ ունենալ, այլ իմիջայլոց Հայաստանը համարում էր արևելքը եւ արևմուտքը միավորող պետություն, դրանք բոլորը կեղծիքներ են, ես ձեզ ասեմ, միայն Փավստոս Բուզանդն էր, որը լինելով այսպես բուզանդարան առասպելական ինչ-որ գործիչ, իր պատմության մեջ խեղաթյուրված տեղեկություններ, ավելի ճիշտ առասպելականացված տեղեկություններ է տարածում։ Պապ Թագավորը հայ եկեղեցու դեմ չի պայքարել, նա պայքարել է այսպես ավատատիրության դեմ եւ կենտրոնախույս իշխանության դեմ։ Այսինքն հայ եկեղեցին միշտ եղել է ազգային ուժերի հենարանը եւ հայոց պետության հենարանը։ Հիշենք եւ առաջին հանրապետության այսպես օրինակը, երբ մեր Գևորգ 5-րդ կաթողիկոսը ցույց տվեց, ինքը ցույց տվեց իշխանություններին այն ժամանակվա, որ ես Էջմիածնից չեմ հեռանալու։ Ես չեմ գնալու Սևան անվտանգ տեղ ապրեմ, այսպես կողմնակի ճանապարհներ, ինչպես Նիկոլ Փաշինյանը չէ, հանձնեց Գորիս-Կապան ճանապարհը, ասաց ես շրջանցիկ ճանապարհ հանձնեմ։ Հիմա երևի ուզում են Տիգրան Աշենը վերաբերյալ դավեր են նյութում, ասում են թող ապացուցեն, մենք հենք կտանք։ Իսկ մեր կաթողիկոսները միշտ ասել են չկա շրջանցիկ ճանապարհ։ Հայաստանի ցանկացած տարածք մեր հայրենիքն է եւ Սուրբ Էջմիածնից իրենք չէին հեռանալու։ Ահա, հենց այդ արշավը սկսվեց, որպեսզի եկեղեցին վարկաբեկվի եւ երկրորդը բացահայտվեն նրանք, ովքեր իրապես պատկերացնում են հայ առաքելական եկեղեցու վարկաբեկման բոլոր վտանգները եւ որ դա իսկապես թշնամական Չէ, դա վարկաբեկել Տիկին Դիլբարյան, դա ծաղիկները նպատակը հիմնարար, բայց ես ես ասեմ, հիմնարար կազմակերպումն է, իհարկե։ Այս բնավոր հեղափոխության ամբողջ գործիքակազմում ամենակարևորը ազդել
մարդկանց զգայական ինտելեկտի, այդ EQ-ի, պատահական չէ, ինտելեկտի վրա։ Դրա համար եկեք հիշենք, ասպարեզ են նետվում ինչ որ անհեթեթ եւ անապացուցելի բաներ։ Այսինքն ամեն ինչից կարող էր սկսվել հայ առաքելական եկեղեցու մասին, ինչ կարող էին ասել։ Կարող էին վերցնել անհատական մի անհեթեթ բան, ենթադրենք այստեղ ամենախոցելին իրենց թված կուսակրոնության ինստիտուտը եւ սկսվեց ովքեր են խախտել։ Բայց ինքը ով է որ ասել, ինքը այս հարձակ երկրորդային է։ Մենք անգամ չենք քննարկի, որովհետեւ իրականում այս ծրագիրը եւ կազմողները եւ իրագործողները բացարձակապես չեն հետաքրքրում եւ որևէ մեկի իրապես չի հետաքրքրում այդ խնդիրը։ Այդ կանոնագիր քայոցը, կանոնագիր քայոցում գիտեք իմիջիայից այնպիսի հրաշալի պատվիրաններ կան եւ առաջին պատվիրանն էլ այն է, որ մի կեղծիր Այսինքն կանոնագիր քայոցը եւ ոչ միայն աշտի շատի ժողովը, մեր եկեղեցվո բոլոր ժողովներում նշելը, որ առաջին ամենամեծ դժոխային արատը դա սուտ խոսելն է։ Այսինքն դու չպետք է զազրախոսես, չպետք է զբաղվես արբեցողությամբ, չպետք է սուտ վկայես քո շրթունքներով։ Այդ ոնց որ այս կոնկրետ այդ մարդու մասին եք էլի խոսում։ Այդ մարդը առավոտից իրիկուն սուտ է խոսում, մի ժամվա մեջ 7 սուտ է խոսում, իրար հակասող բաներ է ասում, մարդկանց ամեղության կանխավարկածը, բոլոր տեսակի օրենքները, տրամաբանությունը խախտող բաներ եւ դրանից հետո ասել, որ դու եկեղեցին քո հոգեվոր տունն է եւ դու եկեղեցու համար ես պայքարում։ Ոչ, այսինքն նպատակը ազդել մարդկանց թույլ նյարդերի եւ հուզական վիճակի վրա։ Երբ ես հանրայինում մասնակցեցի այդ բանավեճին, էլի հայ եկեղեցու վերաբերյալ, ես նկատեցի, որ լսարանին անընդհատ ուղղորդում էին ինչ որ ծափերով եւ լսարանն է դուրս գալիս ինձ հուզական ասում, իսկ դուք չգիտեք, որ այսպես բան է եղել։ Իսկ ես ասում դուք դա որտեղից եք վերցրել։ Այսինքն այն, որ ինչ որ մեկը, չգիտեմ, երեխաներ ունի կամ մի քանիսը երեխաներ ունի, այդ լուրն էլ որտեղից է գալիս։ Եթե դուք պարբերաբար անընդհատ ձեր քարոզչական լրատվական միջոցներով դրանց մասին խոսում եք, մարդիկ է սկսում են ներգրավել եւ վերլուծել դա։ Ուստի մենք ուղղակի մատնանշում ենք, որ դրա նպատակը բոլորովին էլ որևէ մեկի ինչ որ անցյալում եղած արարքները բացահայտել կամ չբացահայտելը չէր, այլ մարդկանց հուսահատեցնելը եւ համոզել, որ հիմա իրենց բերելու են ինչ որ լավ մարդկանց։ Նշեմ մի դրական երևույթ, այդ գործընթացը եկեղեցու ներսում բացարձակ պարտություն կրեց, որովհետեւ անգամ Պոլսո պատրիարքարանը, որի հետ կապված իրենք մեծ հույսեր ունեին, էին փայփայում, ջախջախիչ հարված հասցրեց այդ ծրագրին եւ ցույց տվեց, որ իրենք հրաշալի հասկացել են, որ ծրագիրը Նիկոլի իր ծրագիրը Էրդողանի Հայաստանի Հանրապետության դեմ, իրականում Հայաստանի ինքնիշխան եւ անկախ պետության դեմ։ Եվ մեր բոլոր թեմերը, եւ Արամ Ան եւ նաեւ Էջմիածնական թեմերը, Պոլսո պատրիարքությունը, Երուսաղեմի պատրիարքությունը, իրենց բացարձակ համերաշխությունը, հարգանքի հավաստիքը եւ ամենակարևոր հատկանիշը օրինապահությունը հայտնեցին ամենայն հայոց նորին սուրբ օծություն Տեր Գարեգին Հայրապետին, այո, Գարեգին երկրորդին։ Ծրագիրը այդ մասով չհաջողվեց, բայց փաստորեն տեղի ունեցավ այն երկրորդ արարը, որին իրենք սպասում էին։ Ովքեր են լինելու այն ազգային գործիչները, որոնք Երևան կգան եւ իսկապես ողջամիտ, ոչ թե զգայական լալահառաչ պահի այսպես արտահայտություններով տեր կկանգնեն եկեղեցուն եւ պետությանը, նրանք այստեղ միասնություն են, ինչպես մեր միասնությունը երրորդությամբ է Արցախ, Սփյուռք եւ Հայաստան աշխարհ, այնպես էլ այս պարագայում նրանք սկսեցին բացահայտել այդ ազգային գործիչներին։ Եվ բնականաբար առաջինը հայոց պետականության եւ եկեղեցու պաշտպանը եղավ ով Սամվել Կարապետյանը։ Դրանից առաջ ես ուզում անպայման այս զուգահեռը անցկացնել։ Տեսեք, որ ասացի ազգային գործիչներ։ Ռուբեն Վարդանյանի դեմ սանձազերծված այս ամբողջ արշավը եւ այն, որ Արցախի հանձնումից հետո շատ շատերին թույլ տվեցին հատել Հակարիի սահմանը եւ գալ Հայաստան, իսկ Ռուբեն Վարդանյանին թույլ չտվեցին, դարձյալ կապված էր նույն խնդրի հետ։
Եվ տեղից եւս օգնեցին Ադրբեջանին, որ Ռուբեն Վարդանյանը էլի այնպիսի միջազգային մեծ հեղինակության լոբիստական հզոր հնարավորություններ երկուսն էլ հզոր, ազդեցիկ, եւ Սամվել Կարապետյանը եւ Ռուբեն Վարդանյանը հենց այդ մարդիկ իրենց ազգային գործիչ դառնալու ունակությունը ի հայտ բերեցին եւ ցույց տվեցին իրենց հայկականությունը։ Մեկին Բաքվի բանտ, մեկին ԱԱՑ-ի նկուղներ, այո։ Թիրախավորել եւ ես ձեզ ասեմ Բաքուն հրաշալի ես հետևում այդ ամբողջ ապօրինի շինծու դատավարությունների ամեն անգամ այնտեղ հնչում է Սամվել Կարապետյանի անունը որովհետեւ Բաքուն հրաշալի գիտե թե ով կարող է իսկապես օգնել հայ դատին հայոց պայքարին հանուն անկախ ինքնիշխան եւ ազդու այսինքն գնում է հայ ժողովրդի գլխատում մենք ինչ ենք ասում ցեղասպանությունը տարիներ չպետք է լինի ցեղասպանությունը տարիներ շարունակ եղել է չէ բայց ինչ ենք ասում ապրիլի 24 որտեվ այդ տորը սերուցքը գլխատվել այսինքն ազգային գործիչների հիմա երբ որ ժողովուրդը ենթակա է ցեղասպանության աղեկ, անիշխան, խապված եւ ում են տանում տարել են մեր նախագահներին ազգային Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, գեներալներին, այո, ազգային մեծ բարերարներին, համաշխարհային միջազգային մեծ հեղինակություն Արցախի Սամվել Կարապետյանին ամբողջ այդ գործընթացին, Սամվել Կարապետյանի հետ միասին եւ նրանց համախոհների Ոստի առաջացավ ճշգրիտ խնդիր, կարճել բացարձակ, հեռացնել այս մարդկանց իրավունքի հետ առնչություն չունեցող մեղադրանքի, որովհետև մենք էլ մեր ձևով կմասնակցենք այդ ամեն ինչին, արտահայտությունը նշանակում է, որ իրենք մասնակցելու են պետության եւ եկեղեցու դեմ արշավանքներին, իսկ ամենաանհեթեթն այն է, որ Սամվել Կարապետյանի ներկայացրել մեղադրան իբրև իշխանությունը յուրացնելու եւ ինչ որ ահաբեկչական ճանապարհով այսինքն հիմա այս իշխանությունը ճիշտ հակառակը Սամվել Կարապետյանը եկել էր պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը, իշխանությունը եւ ժողովրդին Եվ նա ոչ թե կոչ էր անում, միջալոց նրա խոսքում ընդհանրապես կոչ չկա, որովհետև այնտեղ ինքը չի դիմում երրորդ ուժին, որը կոչ է, դա պարզապես ես ձեզ ասեմ, ինքնադրսևորման, ինչպես երթում են տալիս, չէ՞, Տիկին Դիլբարյան, այսինքն այսօր Նիկոլը հայ է ու պաշտպանում Այսինքն այսօր Նիկոլը այս իշխանությունը ընդունում է, չէ, եթե Սամվել Կարապետյանին ձերբակալեցին, այսինքն իրենք ընդունում են, որ իրենք արշավ են կազմել, չէ Այսինքն ինքը ընդունում է, որ ինքը իսկապես արշավ է կազմակերպել հայ առաքելական եկեղեցու դեմ, Հայաստանի դեմ Այդ խոսքերը, որ իրենք ասում են, թե մենք այս եկեղեցու, չգիտեմ, հավատարիմ անդամն են, իրենք հոգևոր իրենց տունն է, դա չի համապատասխան։ Ո՞վ է ասում այդպիսի բան։ Որ Նիկոլ Փաշինյանը գրում էր եկեղեցին եթե իր հոգևոր տունն է, ինքը չի կարող այսքան օրենքներ խախտել, այդքան եկեղեցիներ քանդել, մարդկանց ստորացնել։ 385 եկեղեցի հանձնել, 60 վանք հանձնել, ավիրել։ Իրականում Սամվել Կարապետյանին կալանավորել են այս 2 ամսով մեկ հստակ նպատակով թույլ չտան նրան պաշտպանել Հայաստանի պետականությունը իր ամբողջ միջազգային հեղինակությամբ իր ունեցած ուժերով նրանք հասկանում են որ հայ եկեղեցու լոբիստական հզոր ազդեցությունը եւ Սամվել Կարապետյանի Ռուբեն Վարդանյանի Չէ, բայց նաեւ եկեք չասենք, նաեւ իրենց ազդեցությունը համար պարտության ուղիղ Ես նաեւ մի քանի անգամ ասել եմ, ես չգիտեմ երկրորդ այդպիսի հայ, ոնց որ Բակո Սահակյանը, մասամբ նաեւ Արկադի Ղուկասյանը, որ այդպիսի ազդեցություն ունի համայն հայության վրա խոսքը ազդեցությունը դուք տեսեք ինչ կազմակերպված եւ իրենց ուղարկեցին Բաքվի բանտ եւ Ռուբեն Վարդանյանին եւ Սամվել Կարապետյանին ազգային հզոր նվիրալներ են իսկ ինչ վտանգ է ներկայացնում եկեղեցին Ռուբեն Վարդանյանի պես միջազգային գործարարը Սամվել Կարապետյանի պես միջազգային հեղինակություն այստեղ ամբողջ խնդիրը հիշեք երբ սկսվեց արշավը Բեռլինից
Երբ Բեռնի խորհրդարանի Ինքը պաշտպանեց Արցախի եւ այն հայտնի եկեղեցական գերիների համաժողովի ժամանակ մեր վեհապարը պաշտպանեց Արցախի նյութական եւ հոգեվոր ժառանգությանը տեր կանգնելու իր հաստատակամությունը եւ նրան պաշտպանեցին քրիստոնեական եկեղեցու ազդեցիկ հայրեր եւ ներկայացուցիչներ։ Եվ հենց այդ ժամանակ Աննա Հակոբյանը իր հայտնի գրառումով սկսեց գրել, թե այդ վերադարձի հայրենի բնորան վերադարձի իրավունքն եք պաշտպանում, այդ ինչպես է գերիներին ազատ արձակում։ Դրանից հետո Աննա Հակոբյանը աշխատում է այդ թեմայով այլևս չխոսել, բայց խոսքը ասվել է, ծրագրերը բաց են։ Միջազգային հեղինակություն ունեցող բոլոր խոշոր հայ ազգային գործիչներին փորձելու են բացարձակ չեզոքացնել հայկական այսպես լոբի, այսինքն հայկական պաշտպանունակ կառույցները, նաև այստեղ նշեմ դաշնակցությունն էլ պատահական չէ թիրախավոր։ Իհարկե, ազգային ուժը, նախարարներ, որոնց աշխատանքի ՕԳԳ-ն այսպես զրոյականից էլ ցածր մակարդակի վրա է, ինչ որ հայտարարություններ են անում դաշնակցության դեմ։ Որտեղ դաշնակցությունը ունի այդպիսի կառույցներ, որովհետև դաշնակցությունը եւս համաշխարհային միջազգային կառույց է, Հայդատի գրասենյակները սփռված են ամբողջ աշխարհով մեկ եւ նրանց աշխատանքի արդյունքը մենք տեսել ենք։ Այսինքն խնդիրը մեզ միջազգայինորեն մեկուսացնելն է եւ ուզում եմ ասել այս օրերին պետք է հասկանալ, որ այս հեղաշրջման պլանն էլ ուներ հստակ մեկ նպատակ՝ մեզ բոլորիս ապա կողմնորոշելու, շեղելու եւ որպեսզի մենք ենթարկվենք իրենց անհեթեթ օրակարգին եւ չշարունակենք մեր համախումբ պայքարը ամբողջ աշխարհով մեկ մեր միջազգային հեղինակություն ունեցող կառույցների անձանց պաշտպանության համար։ Այսօր աշխարհի բոլոր անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի առաջնային պարտքն է խոսել մեր գերիների, պատանդների, այսօր ցավով եմ ասում, նաև Երևանի մեկուսարանում, ոչ միայն Բաքվի բանտերում գտնվող, մեր պատանդների ու գերիների ազատագրման համար, որովհետև նրանք այդ մարդիկ երբեք չեն խախտել Հայաստանի Հանրապետության օրենքները։ Եվ պարզապես ուզում եմ ասել մի բան, հիշեցնել, որ գիտեք, ԱԱՑ նախորդ այդ տնօրենի Աբազյանի, ես կարծում եմ, պաշտոնանկությունը շատերը տարբեր գրեցին, պատահական չէր։ Այս ծրագիրը իր բոլոր զարգացումներով, նաև այս հեղաշրջման պլանով, ծիծաղելի մարդկանց տնից չմտավեր Զավեշտալի այլանդակ պլանի տակ։ Եկեք ամեն դեպքում, գնահատենք, որ գոնե մարդիկ կան պետական իշխանության մեջ, որոնք իրենց թույլ չեն տալիս մտնել այդպիսի հակահայ Տիկին Դիլբարյան, բավուր պարզվի սրանք վերջին մարդիկ էին իշխանության, Տիկին Դիլբարյան, իսկ եթե պարզվի սրանք վերջին մարդիկ էին այս իշխանության, որ հուսով եմ, որ դուք լավատես միշտ հաղթելու է։ Եվ այստեղ մի հատ շատ կարևոր բան ասեցիք։ Տիկին Տիկին Դիլբարյան, շատ կարևոր բան ասեցիք, որ սա իրականում Հայաստանի դեմ է, Հայաստանը պաշտպանելու եւ նաեւ ինչ ասեցիք, եւ ասեցիք նաեւ իշխանությունը պաշտպանելու, ես ճիշտ ասած նախորդ զրույցի ժամանակ ասեցի, դուք ոնց ինչքան պիտի դուք պատմությունը չիմանաք, չէ, դուք ինչքան պիտի անցյալը չիմանաք, Նիկոլ, որ դուք չեք հասկանում, որ նրանք ովքեր որ ինչ որ կոմպրոմիսի են գնացել թուրքերի հետ, ինչ որ համաձայնության են եկել, ինչ որ բան են պայմանավորվել, ինչ է եղել իրենց հետ, ինչ են արել թուրքերը իրենց հետ, այսինքն այսօրվա մեր պայքարը նաև այս իշխանության համար է։ Ընդհանրապես Հայաստան լինել Հայաստանի պետության համար է, որովհետև որևէ մեկի թուրքերը չեն խնայելու, որևէ մեկի չի լինելու այդպիսի բան։ Այսօր իրենք վերջնական գերխնդիրն է մեր հայ առաքելական եկեղեցին տապալել, վեհապար հորը տապալել, վերջ կա դիմադրության։ Թույլ չտանք այս նաև իրենց հարցերն են լուծելու, իրավական եւ քարոզչական պատերազմում, որ մարդկանց ուղեղները լվացվեն։ Մենք հստակ պետք է ասենք, այսօր պայքար է գնում հայոց պետականության, անկախության եւ ինքնիշխանության կողմնակիցների դեմ։ Այն մարդիկ, ովքեր ազատազրկվում են,
Եվ պետք է ազատագրվեն, դրա համար է ուզում այդ բառը ասել։ Նրանք պայքարում են Հայաստանի Հանրապետության։ Թող ոչ ոք չգա եւ չասի, չգիտեմ, ռսի ստրուկներ, արևմուտքի ստրուկներ, չգիտեմ, ինչ տխմարություններ, ոչ, ձերբակալվում, ազատազրկվում, կալանավորվում են նրանք, ովքեր պայքարում են հանուն Հայաստանի Հանրապետության։ Ձեր ուղեղները լացրել են Հանրապետություն լինելու է մեր եկեղեցին, որպես միջազգայնորեն ճանաչված։ Ինչու են այդպիսի տգեղ եւ նողկալի արտահայտություններ անում, որպեսզի փորձեն մեր եկեղեցին արժեզրկել։ Նրա միջազգային Սա վեհապար հոր դեմ չի էս պայքարը, սա մեր դեմ է, մեր դեմ է ուղված։ Դա մեր պատմության ու հայկականության դեմ է ուղված, որովհետեւ հայը այդպես ստացվեց ճակատագրով։ Հայ առաքելական եկեղեցի եւ հայոց պետականություն դա միասնություն է։ Երբ այդ միասնությունը իջիկ է դարձել, մենք ձախողվել ու ջարդվել ենք։ Մենք չպետք է դա թույլ տանք։ Եվ հիմա ամենակարևորը նաեւ ազգային դրամագլխի, հենց հատուկ նաեւ այդ կապիտալ բառը չօգտագործենք, ասենք ազգային դրամագլխի համախմբումն է։ Տեսեք ինչ արեց Իլհամ Ալիևը, խավիարային դիվանագիտությամբ, գազային այդ ամբողջ փողերով իրենք գնացին եւ սկսեցին հող գնել։ Նրանք մի անգամ ինձ մի մարդ մի շատ դաժան բան ասաց դրսի սփյուռքահայրից էր, ասաց ավաղ հայերը փող են սիրում, իսկ ադրբեջանցիները փող են սիրում, որ հող գնեն։ Նրանք սկսեցին գնել այդ հողը վաճառողներին։ Մեր հիմա գերխնդիրն է համախմբել, դաշտ տալ Հայաստանի ազգային դրամագլխի ներկայացուցիչներին։ Դե դրա համար տարավ էլի, դրա համար պատահական Սամվել Կարապետյանի ոչ դրանց առաջ էլ Արցախյան այդ պատերազմի եւ շրջափակման ժամանակ Ռուբեն Վարդանյանը, որ հենց այդ ժամանակ հասկացավ, որ եթե դու աշխարհի որևէ մի անկյունում կարողացել ես քո տաղանդի, քո շնորհի միջոցով ձեռք բերել գումարներ, դու այդ գումարները պետք է ծառայեցնես հանուն քո հայրենիքի։ Եվ կոչս նաև այդ հայրենի պետության եւ կոչս իրենց ընտանիքի բարեկամներին, հատկապես ընտանիքի անդամներին, չէ, իրենք դուք պիտի հպարտ լինեք, որ այս մարդիկ միլիարդերներ են, որ այս մարդիկ այսպիսի հնարավորություններ ունեն եւ ոչ թե Հայաստանում են ստեղծել, այս մարդիկ բերել են, ներդրել են Հայաստանում, Արցախում, այո, այդ ձեր բոմժերն են փողոցային, որ թալանել են, հիմա էլ դարձել են միլիոնատեր, միլիարդերներ։ Պետք է համախմբի։ Ռուբեն Վարդանյանի եւ Սամվել Կարապետյանի օրինակը պետք է դառնա գերիշխող։ Եվ այս ճանապարհով մենք կկարողանանք եւ ամոթ մնացած մյուսների համար ամոթ մյուսներին եւ ճիշտ են անելու։ Եթե դու գործարար ես եւ լռում ես, երբ քո հայրենիքը վտանգված է, այո, ապա դու տխրահռչակ ու ողորմելի վախճան ես ունենալու։ Եվ նույնն է, արդարությունը հաղթում է, մեր գերիները վերադառնալու են Բաքվից հաղթանակած։ Չէ, բայց դա պիտի լինի պայքարով, դա պիտի լինի չհանձնվելով, ամենօրյա պայքարով, միջազգային ասպարեզում եւ ամենակարևորը Հայաստանում։ Մենք Հայաստանի ամենաթեկուս հեռավոր, ինչ է Հայաստանը, մի բուռ է։ Մենք հեռավոր գյուղում ապրողին էլ պետք է բացատրենք ու ասենք, որ այո, այդ մարդիկ մեծ գումարներ են աշխատել դրսում եւ բերել են այդ գումարները Հայաստան։ Դու պետք է հպարտ լինես, որ մենք ազգային դրամագլուխ ունենք ու պետք է պայքարես այդ մարդկանց համար ամեն օր քո աշխատանքով, քո սահմանադրությունը հարգելով։ Իսկ այն մարդկանց, ովքեր խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ամեն օր եւ օրենքները, ովքեր ոտնահարում են ժողովրդավարությունը, ես համոզված եմ, որ ճիշտ էր այն տեղեկատվությունը, որ դուք եք տպագրել եւ որ եվրոպական եւ ամերիկյան շատ կառույցներ այսպես հանդիմանել են եւ ապշած են, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Նախաքննության գաղտնիություն չկա, Civic AM-ը եւ չգիտեմ վարչապետը հրապարակում հետո վերցնում են դրա վրա քննչական կոմիտեն է։ Հիշեք Աբազյանի օրինակը, ինքը կարողացավ իր մեջ ուժ գտնել այդքանից հետո չգնալ այդ ստորությունների տակ ստորագրել եւ վերցնել իր վրա իրավախախտումներ, այդպիսի սոսկալի իրավախախտումներ։ Միայն վերջինը չլինի իրենք նախաքննության գաղտնիքը
մարդկանց անմեղության կանխավարկածը, իմացեք, նա ով խախտում է օրենքները մեկ անգամ, նա կշարունակի դրանք խախտել։ Մենք պետք է սահմանադրական ճանապարհով հասնենք Հայաստանում ձևավորելու իսկական ինքնիշխան անկախ պետականություն, որը եւ մեր ղեկավարները պիտի լինեն բոլոր հայերի վարչապետները։ Ես երազում եմ եւ հավատում եմ, որ կգա այդ օրը, որ մենք կունենանք վարչապետ, որ աշխարհի բոլոր ծագերում գտնվող ես բոլորի վարչապետը։ Ես Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, երբ որ գիտեին, որ իրենց արդեն տանելու են այդ օրերին խոսում է իրենց հետ, գիտեն, որ արդեն տանելու են Բաքու, գիտեն, որ դատավարություն, Բաքվի բան, ես խոսում եմ, ես գիտեմ, որ իրենք շատ կարևոր բան իրենց մեջ հաղթահարել են, իրենք արդեն այդ որոշումը կայացրել են, որ միջև վերջին հայը պիտի մնան այստեղ եւ իրենք գիտեին իրենց հետ ինչ է տեղի ունենալու, այդ ամենով հանդերձ իրենք որոշել էին եւ մնում էին եւ մնացին միջև վերջին հայը։ Ես այս խոսքը սուղում եմ իրենց ընտանիքի անդամներին եւ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, այդ գեներալների Ռուբեն Վարդանյանի, հիմա արդեն Սամվել Կարապետյանի ընտանիքի մեծ ողբերգություն է։ Սարսափելի բան է տեղի ունենում, բայց դուք հպարտ եղեք, որ ձեր հայրերը մեծ բացառիկ հայեր են, որ ես գոնե գլուխս որ դնում եմ բարձին, ես ասում եմ մենք ունենք այսպիսի հայեր, որ մենք կա դեռ հույս, որ կան այսպիսի մարդիկ, որ կանգնում են, չեն նայում ինչ են կորցնելու, չեն նայում իրենց ինչ նկուղներ են տանելու, ինչ են իրենցից վերցնելու, ինչի միջով, այո, որոշումը կայացրել է Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը որոշումը կայացրել է, Բակո Սահակյանը որոշումը կայացրել է, Արկադի Ղուկասյանը որոշում է կայացրել, գեներալները որոշում են կայացրել, հայ առաքելական եկեղեցու սպասավորները վեհապարով հանդերձ, եկեղեցականներով հանդերձ ճիշտ նկատեց Տիկին Դիլբարյանը, իրենք հույս ունեին, որ Պոլսո առաջնորդը ինքն էլ անգամ որոշումը կայացրել, իրենք կանգնում են հայ առաքելական եկեղեցու կողքը, կանգնում են Հայաստանի կողքը։ Մերն է, այլևս մենք պիտի քայլ անենք, սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, ամեն մեկս պիտի հասկանանք, մեզանից է կախված, որովհետև մեր Աստծո տունն են քանդում, այսինքն մեր բոլորիս տունն են քանդում։ Այս մարդիկ որոշում կայացրել են, հիմա ձեր հերթն է, կամ կորոշենք, կկանգնենք այս մարդկանց կողքին, այսինքն դուք ինքներդ ձեր կողքին, ոչ թե այս մարդկանց գաղափարաբանություն, այսինքն դուք ձեր կողքին պիտի կանգնեք, մոռացեք, որ դուք պիտի կանգնեք Սամվել Կարապետյանի կողքը, Ռուբեն Վարդանյանի կողքը, չգիտեմ, Բակո Սահակյանի կողքը, ձեր կողքը պիտի կանգնեք, որ կարողանանք ազատագրել իրենց համար նաև, այսօրվա իշխանության նստած մարդկանց, որտեղ ձեզ էլ չեն ներելու թուրքերը, գնացեք, տեսեք, պատմություն կարդացեք, տեսեք, ինչ են արել թուրքերը, պատգամավորներին ինչպես ոչնչացրին, քարով ջարդեցին, այնպես որ աղմուկով չտարվել, աղմուկ են, մեծ աղմուկ են բարձրացնում, ձերբակալություններ կլինեն, իրենք գնում են իրենց գեր հիմնական նպատակին, ավիրել հայ առաքելական եկեղեցի, այդ ամբողջը փլուզվելու է, դա պարզապես ցուցք է, բայց ասեմ շատ դաժան ճանապարհով անժելա մեր ազգային ընտրանի նստակից։ Մենք ուրիշ ընտրություն չունենք, մենք այս ճանապարհը, այո, Աստծո կամքով հետևում ենք պատմության դասերին եւ ամենակարևորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, որտեղ նշված է, որ չի կարելի խախտել Հայաստանի Հանրապետության սահմանները եւ սահմանադրությունը։ Եվ եթե այս մարդիկ տենց որոշում կայացրեն, դուք այլևս իրենց ոչ մի բանով չեք կարող վախեցնել։ Հիմա մնում է, որ մենք ամեն հայ որոշի, որ իրեն չեն կարող վախեցնել։ Ոչինչ տեղի չունեցավ։ Եվ մի հայտնի բան կա, դու ճիշտ գնա, մնացածը թող Աստծուն։ Եթե դու ճիշտ ես գնում, իսկ մեր գործը արդար է, մեր գործերը հարություն են առնում, ինչպես Աստծո այս մարդկանց գործը առնված այս փուլում իրենց հայտարարություններով, կոչերով, քայլով ցույց տվեցին։ Հանրապետության եւ Արցախի ու Սփյուռքի միասնությունն է Հայաստանը լինել թե չլինելու, հայ ժողովրդի լինել թե չլինելու հարցն է, չկա ուրիշ հարց։ Շնորհակալություն։ Առաջն Աստված։